Այսպես են վերնագրել խոսքը, ինքնակնություն։ Ուրեմն երկրորդ նամակը Կորինթացիս, երկրորդ նամակից մեկ նախադասություն հիմա կկարդամ, խոսքից երկրորդ մասում այդ հատվածի վրա նորից կանդրադառնամ, այս նույն հատվածի արդեն ոչ թե միայն նախադասության, այլ տեքստի վրա կանդրադառնամ։ Կարդում եմ երկրորդ նամակը Կորինթացիներին ուղված 13-րդ գլխի 5-րդ համարը։ Փորձեցեք ձեր անձերը, թե արդյոք հավատքում եք, քննեցեք ձեր անձերը։ Սա շատ կարևոր հարց է, ժողովուրդ ջան։ Մարդը կարող է հավատքից շեղվի, հավատացողը հենց հավատքից շեղվի և չնկատի։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է ինքդ քեզ քննիր, ինքնակնության, այսպես ասած, զբաղվիր, աշխատիր քո վրա։ Դες արդյոք դու կարողանում ես մտածել Աստծո խոսքի վրա։ Շատ անգամ մարդիկ այսպես են քննում իրենց, դե ես գիտես, փոքրուց հավատում եմ Աստծուն։ Փոքր ժամանակ, իրական դեպք եմ պատմում, 15 տարեկան էի, որ ոտս օձի վրա դրեցի, բայց օձը ինձ չխայթեց, չկծեց ինձ, չթունավորեց, Աստված ինձ փրկեց, ես հավատացող եմ։ Բացատրում եմ, դու այստեղ հավատք չես գործադրել։ Դու չնկատելով միամտությամբ ոտքդ դրել ես օձի վրա, ու Աստված քեզ փրկել է, ողորմություն արել։ Փառք Աստծուն, քեզ ինչ ստե։ Դու ինչ մի բան ես արել, որ համարում ես քեզ հավատացող։ Հավատացողը նաև որ Աստծո խոսքին կհավատա։ Աստծո խոսքը կպահի իր սրտում։ Սա է հավատացողը։ Ասում է, ես քննիր, արդյոք դու հավատացող ես, հավատքում ես, թե ոչ։ Մի դեպք կկարդամ մեր Տեր Հիսուսի ժամանակով, որ Տեր Հիսուսի հետ կատարվեց, հետո կանդրադառնամ նորից երկրորդ նամակը Կորինթացիս, որ Պողոս առաքյալի այս նամակի խոսքերը կարևոր հատված է դա։ Ուրեմն Ղուկասի ավետարանից կկարդամ 4-րդ գլխից։ 4-րդ գլխի առաջին մասում պատմում է, որ Տեր Հիսուսը հոգուց տարվեցավ անապատ փորձվելու սատանայից։ Եվ նա ամենը նկատեց, ճանաչեց սատանայի խորհուրդները, մերժեց, հաղթական եկավ։ Հաղթական այդ փորձությունից դուրս եկավ եւ 14-15 համարներում ասում է Հիսուսը հոգի զորությամբ ետ դարձավ Գալիլեա եւ նրա համբավը դուրս գնաց այն գավառի ամեն կողմերը եւ նա սովորեցնում էր նրանց ժողովարաններում եւ ամենից փառավորվում էր։ Գալիացիք ավելի շատ հեթանոսներ էին այդտեղ ապրում, խառնված ժողովուրդներ, բայց հետաքրքիր է, որ շատ լուրջ արձագանք տվեցին Տեր Հիսուսի խոսքերին։ Նա սովորեցնում էր, երբ որ Տեր Հիսուսը սովորեցնում էր, մարդիկ ամենքն էլ մեծարում էին Հիսուսին, փառավորում, այսինքն ասում էին ճիշտ է ասում, նրա խոսքերը ճշմարտություն են։ Նա աշխարհի ոնց ասում է, ծածկված խորհուրդներ է բացահայտում, մեծարում էին նրան, ընդունում նրա խոսքը։ Եվ որ ասում է ամենքից փառավորվում էր, մեծարանքի արժանանում։ Բայց հետաքրքիր է, երբ որ եկավ հաջորդ հատվածը իր ծննդավայրը, այսինքն ոչ թե ծննդավայրը, իր այնտեղ որտեղ մեծացավ, Նազարեթ, այսպես, որ Նազարեթում հիմնականում նա մեծացավ, 16 համարից մինչև 23-ը կկարդամ, 24-ը կկարդամ, տեսեք ինչպիսի վերաբերմունք այս հասարակությունից, այս ժողովրդից։ Եկավ Նազարեթ, ուր որ մեծացել էր եւ իր սովորության պես շաբաթ օրը ժողովարանը մտավ եւ կանգնեց, որ կարդա։ Գալիլեայում էր մտավ ժողովարան եւ սկսեց այնտեղ խոսել Աստծո խոսքը։ Այստեղ էլ մտավ ժողովարան եւ կանգնեց, որ կարդա։ Եսայիա մարգարեի գիրքը տվեցին նրան, եւ երբ որ գիրքը բացեց,
Այնտեղը գտավ, որ գրված էր. Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ։ Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու և կույրերին տեսություն տալու, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Եվ գիրքը փակեց, պաշտոնյային տվավ, նստեց և ժողովրդի մեջ ամենքի աչքերը նրան էին նայում, և նա սկսեց ասել նրանց, թե այսօր այս գիրքը կատարվեցավ ձեր ականջներումը։ Եվ ամենքը վկայում էին նրան և զարմանում էին այն շնորհած խոսքերի վրա, որ դուրս էր գալիս նրա բերանից, և ասում էին. չէ՞ որ սա Հովսեփի որդին է։ Նա նրանց ասեց. իհարկե, այս առակը կասեք ինձ, բժիշկ, քո անձը բժշկիր։ Որ չափ բաներ լսեցինք Կափառնայումի մեջ եղած, քո հայրենիքում այստեղ էլ արա։ Եվ ասեց. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում։ Ասում են այն հրաշքները, որ Կափառնայում քաղաքում արեցիր, Կափառնայում դա Գալիլեայի քաղաքն էր։ 31 համարում ասում են. նորից այս ժողովրդից Նազարեթից որ դուրս եկավ, իջավ Կափառնայում Գալիլեացիների քաղաքը։ Այսինքն նրանք լսել էին Գալիլեայում ինչ ընդունելություն ընդունեցին, մարդիկ հավատացին եւ որ հավատացին, նաեւ հրաշքներ եղավ։ Շատ բժշկություններ եւ օրհնություններ եղավ։ Այստեղ չհավատացին, չեղավ։ Չհավատացին, բայց պահանջում են, ասում են, այն հրաշքները, նշանները, որ Կափառնայում արեցիր, մեր մեջ էլ արա։ Բայց չեն ընդունում Քրիստոսին, որ Եսայիա մարգարեի խոսքերն է կատարվում։ Պատմում է ժողովուրդը Կափառնայում ինչ է արել։ Ինչ բժշկություններ, ինչ ողորմություններ, կույրերը տեսան, գաղերը քայլում էին, խոցվածները ազատ արձակվեցին, մարդիկ օրհնություն ընդունեցին, մարդիկ սկսեցին ապաշխարել, գերիները թողություն գտան, ազատվեցին չար ոգիների ազդեցություններից, խոստովանելով մարդիկ իրենց մեղքերը ազատվում էին, բժշկություն ստանում, մեր մեջ էլ արա, բայց չեն հավատում, որ Մեսիան է։ Մենք պատճառն ինչ էր, որ չէին հավատում։ Մենք գիտենք, սա Հովսեփի որդին է։ Որտեղից սրան այս իմաստությունը։ Լսում են իմաստությունը, զարմանում են, բայց չէ, Հովսեփի որդին է։ Հիմա ինչ որ է։ Լսում եք բան, խոսք, որ դուք հասկանում եք Աստծո խոսք է, Աստծո միտք է։ Ինչու ես անարգում։ Չէ որ դրանով պիտի ճանաչեիր Քրիստոսին։ Այդ խոսքերով նրա ծառայության բնույթը նկարագրեց Եսայիա մարգարեն, ինչպիսի գործունեություններ պիտի անի, չէ որ դրանով պիտի ճանաչեիր նրան, որ Հիսուսն է աշխարհի փրկիչը։ Այս անձնավորությունն է, այս գործերը խոսում են այն փաստերն են, որոնք խոսում են նրա Մեսիա լինելու մասին։ Սակայն Հովսեփի որդին է ասելով մերժեցին Քրիստոսին։ Հաջորդ հատվածում ինչ է ասում, 25 համարում Հիսուս այս խոսքն ասեց։ 24-ը կկարդամ եւ կշարունակեմ 25-ից։ Ասեց նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, թե ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում։ Եվ ճշմարտությամբ ասում եմ ձեզ, թե Եղիայի օրերին Իսրայելի մեջ շատ որբևայրիներ կային, երբ որ երկինքը 3 տարի եւ 6 ամիս փակվեցավ, այնպես որ բոլոր երկրի վրա մեծ սով եղավ։ Եվ Եղիան նրանցից ոչ ոքի մոտ չուղարկվեցավ, բայց միայն Սիդոնացիների Սարեփթան մի որբևայրի կնոջ մոտ։ Սովի ժամանակներ էր, 3 տարի 6 ամիս որ անձրև չեկավ, հիշեք այդ դեպքը, արագ եմ պատմում։ Եղիան իր որոշումով չգնաց Սարեփթա մի որբևայրի կնոջ մոտ, այլ Աստծո առաջնորդությամբ, Աստված ասեց նրան, գնա այսինչ տեղ այսպիսի մի կին կա նրա մոտ։
Գիշեք այդ դեպքը, այդ կինն էր մի աղքատ կին, ոչինչ չուներ, որբևայրի կին, մի զավակ ուներ եւ իր ալյուրը եւ յուղը, որ պիտի վերջին կտոր հացը պատրաստեր, մի փոքր բան էր մնացային, որ մի փոքր հաց կպատրաստվեր ու կավարտեր, վերջացավ։ Սակայն Եղիայի գնալով Աստված օրհնեց եւ ալյուրը չվերջացավ, ընդունելով Եղիային եւ յուղը չպակասեց, մինչեւ որ անձրև եկավ եւ բերք տվեց եւ այդ սովը անցավ։ Ինչու չուղարկվեց Իսրայելի մեջ եղող որբևայրիների մոտ, որովհետև անհավատությամբ էին վարվում։ Իրենց մեջ եղող ծառային չէին ընդունում։ Եղիան նրանց մեջ, դրանց հասարակության մեջ մեծացել էր, չէին ընդունում։ Կրկնվում էր այն, ինչ որ եղավ Հիսուսի հանդեպ։ Իր հայրենիքում նազարեթցիները չընդունեցին, Հովսեփի որդին է, բայց ուշադրություն դարձրեք։ Ընդհանրապես Աստված որ ծառայի հանում մեզ համար, այնպիսի ծառայի հանում, որ մարդը մեր հասարակության մեջ մեծացած լինի, մեր որ ապրուստի դժվարությունները տեսած, իր գլխով անցած, այն լավ ու վատ օրերը տեսած, ինչպես շրջապատում այդ մասան, այդ ժողովուրդն է տեսնում, որ կարողանա այդ ժողովրդին հասկանա։ Աստված իր խոսքը տվեց մեզ, Աստվածաշունչ տվեց մեզ, բայց նաև ծառաներ է տալիս, որ այդ խոսքը բացվի մեզ համար։ Կարդում ենք շատ բաներ չենք հասկանում, ծառաները պիտի բացատրեն եւ ծառաներ տվեց, ծառաներ, որ մեր մեջ մեծացան, մեզ հետ մեծացան, տեսան այն տանջանքն ու ցավ, այն լավն ու վատը, որ մենք տեսանք, կարողանում են մեզ հասկանալ, որովհետեւ նույն կյանքով են անցել, գրեթե այն որ ասում են մի տնից չենք, մի հալի ենք, որ ասում են, բայց մարդիկ պատում էին, ես հիշում եմ սա մի 20 տարուց ավել, գուցե ավելի էր, մեկը եվրոպական մի երկիր է գնում, Շվեյցարիա էր, որտեղ է մի հանգիստ կյանքով ապրող ժողովուրդ։ Կար ժամանակով, ինչ որ պատճառով գնում է այդտեղ եւ տաքսի ծառայությունից օգտվելով, չգիտեմ ոնց է կարողանում տաքսու վարորդի հետ խոսի, հավատացյալ մարդ էր։ Ու խոսում է Հիսուսի մասին ճանապարհին, որ տաքսին իրեն ինչ-որ տեղ է տանում, ասում է պետք է Հիսուսին հավատաք, որ կյանքի դժվարություններից, սովից, նեղությունից կարողանաք դուրս գալ, դժվարությունների մեջ խնդրեք Աստված Հիսուս ձեզ օրհնի։ Ասում են, բայց մենք ոչ մի դժվարություն էլ չունենք, ինչ դժվարություն, ինչ սով, ինչ նեղություն, ինքը չի հասկանում այս մարդու ապրելակերպը։ Չգիտի ինչպես մոտենա, որ Քրիստոսի մասին խոսա, այնպես որ ընդունելի լինի, իրեն հասկանալի լինի, ինքը այդ նրա կյանքից շատ հեռու է։ Բայց նրա հասարակության մեջ մեծացող մարդը ավելի կհասկանար ինչպես պետք է խոսալ, որ ինքը այս անձնավորությունը տեսնի, որ ինքն էլ թեկուզ նեղություն, սով, ֆիզիկական նեղություն չունի, բայց այնպիսի խնդիրներ ունի, որոնց պատճառով Քրիստոսի կարիք ունի։ Մի հարց էլ կա, որ այս կյանքը անձողիկ պիտի վերջանա եւ կանգնի դատաստանի առաջ։ Նրա շուրջ եղող, նրա հասարակության մեջ մեծացող մարդը կարար դա այդպես բացատրեր։ Բայց քանի որ ժողովուրդը իրենց հասարակության մեջ մեծացած Աստծո մարդ են տեսնում, որ Աստված բարձրացրեց, տվեց պարգև, շնորհք, խոսքը բացատրելու, չէ, քանի որ մեր հասարակության մեջ է մեծացել, ընդունելի չէ։ Պետք է ասենք մարդկանց դատողությունը։ Եվ մարդը զրկվում է այն օրհնությունից։ Եղիայի ժամանակով շատ որբևայրիներ կային, որ նրանք էլ այդ սովի մեջ էին, բայց Աստված ուղարկեց Իսրայել ժողովրդից դուրս մի կնոջ որբևայրու մոտ, որովհետև նրա սիրտը պատրաստ էր Եղիային ճանաչելու, որպես Աստծո մարդ ընդունելու նրան։ Նմանապես Եղիսեի ժամանակում շատ բորոտներ կային, ասում է, Իսրայելի մեջ 27 համարից, այն ժամանակ, որ Եղիսե մարգարեն էր ապրում, եւ նրանցից ոչ մեկ չսրբվեցավ իրենց բորոտությունից, բայց միայն Նեեման ասորին։ Եվ ամենքը, որ լսեցին, այսինքն սա էլ պարզ է, չէ՞, չէին ընդունում Եղիսեին, չէին հարգում որպես Աստծո մարդ, բորոտությամբ տառապում էին, բայց չէին մոտենում, ինչ անենք, դու Աստծո մարդ ես, գիտենք այս մի հիվանդությունը, որ միայն դու կարող ես, Աստված կարող է բժշկել,
Դու Աստծուց ուղարկված մարդ ես, մեզ ուղղություն տուր։ Այսպես չվարվեցին, մերժեցին։ Բայց հիշեք այդ պատմությունը, Նեման ասորին զորավար տարեց մարդ էր, որ եկավ մի փոքրիկ աղջկանից առաջնորդված, որ վկայել էր Աստծո մասին, վկայել, որ Աստծո ծառա կա Իսրայելի մեջ։ Եկավ այս մարդը, գտավ Աստծո մարգարեին Եղիսեին, սկզբից իհարկե խռովեց, որ պաշտոնական չընդունեց։ Ես եկավ ոնց որ սենց եկա հավաքույթ, մի ջերմ քաղցր համբույրներով պաշտոնական ինչ չընդունեցին, բայց չի պատկերացնում, Աստված ընդունել է։ Աստված տեսել է այդ ամենը, սակայն սկզբից բորբոքվեց այս Նեեմանը, փառք Աստծո, որ նրա կողքին կային լավ մարդիկ, ծառաները նրա, ասեցին ինչու ես նեղանում այդ մարդուց Եղիսեի ասացից։ Ասեց գնա 7 անգամ սուզվիր եւ լվացվիր Հորդանան գետում կբուժվես։ Ինչ մի ծանր բան է ասել, գնա ասածն արա։ Արեց եւ բուժվեց, հասկացա, որ ամտեղի է նեղանում այդ մարդուց։ Եկավ, հարգեց այդ Եղիսեին, բայց Իսրայելի մեջ շատ բորոտներ կային։ Իսրայել, որ համարվում էին, իրենք ասում են, մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ էինք, բայց ինչու չբժշկվեցին այդ բորոտներից ոչ մեկը։ Փաստորեն սա է վկայում Տեր Հիսուսը, ոչ մեկ չբժշկվեց Եղիսեի ժամանակով։ Կարող է մտածենք, գուցե մարդ կար Եղիսեի ժամանակում, որ բորոտությունից բուժվեց, ուղղակի գրված չի, բայց Տեր Հիսուսն է ասում, Եղիսեի ժամանակում Իսրայելից բորոտ չբժշկվեց, Ասորի Նեեմանը բժշկվեց։ Եվ լսեցին սա, բարկացան։ Դու մեզ ուրիշ ազգերից բարձր ես ցածր ես համարում, դուք չեք հավատում Աստծուն։ Ասում եք հավատացող ենք, ասում եք հավաքվել ենք խոսք լսելու, մտածելու խոսքի վրա, բայց խոսում էր Հիսուսը, մերժում էին նրան։ Բարկացային այն աստիճան, տեսեք, ամենը բարկությունով լցվեցին ժողովարանի մեջ, երբ որ այս լսեցին, եւ վեր կացան։ Նրան, այսինքն Տեր Հիսուսին, քաղաքից դուրս հանեցին եւ տարան նրան մինչեւ այն սարի գլուխը, որի վրա նրանց քաղաքը շինված էր, որ բարձր տեղից վայր գցեն նրան։ Պատկերացնում եք։ Իսկ նա նրանց միջով անցավ, գնաց։ Տարեն է, որ գցեն։ Այն խոսքը, որ ասում էր Սատանան տարավաշտարակի վրա, Երուսաղեմի աշտարակի վրա ասեց, գրված է քեզ հրեշտակները կպահեն, որ ոտքդ քարի չդրծես, դե քեզ վայր գցիր, որ ասեց մի փորձիր քո Տեր Աստծո։ Ոչ թե ես ինձ գցեմ, դրանով պիտի երևա, որ ես Աստծո խոսքը հավատացող եմ։ Մի փորձիր քո Աստծո։ Բայց այստեղ ժողովուրդը տարան, որ գցեն, կատարվեց։ Ես այդ խոսքը 91 Սաղմոսի, որ հրեշտակները քեզ կպահեն, անցավ նրանց միջով գնաց։ Կատարվեց այդ խոսքը։ Հրեշտակները պահեցին, չկարացին գցել։ Մեզ էլ են պահում։ Հարկ Աստծուն սրա համար։ Սակայն երբ որ մարդը անհավատություն է անում ու կարծում է ինքը հավատացյալ է, հետաքրքիր է, դառնում է մի թշնամի Աստծո ծառայի դեմ։ Բայց իրանք կարծեն, որ իրենք Աստծուն հավատացող մարդիկ են։ Աստծուն պաշտոն են մատուցում։ Իրենք հենց մորորեսնող մեկին ուզում են սարից գցեն։ Հենելու Տեր Հիսուսին։ Պատճառն ինչ էր։ Չհավատացին Հիսուսին։ Ինչու չհավատացին։ Աստծո խոսքով չէին առաջնորդվում։ Հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Գրված է Հռոմեացիս նամակ 10-րդ գլխի 17 համարը։ Հավատքը լսելուց է, լսելն Աստծո խոսքից։ Ամեն մարդու խոսքին դու լսելով չես դառնա Աստծուն հավատացող։ Այն մարդու խոսքին լսելով կարաս Աստծուն հավատացող դառնաս, որը Աստծո խոսք կխոսի։ Աստծուց կխոսի։ Եվ Պողոս առաքյալը Կորինթոս քաղաքում Կորինթացիներին պատմել էր Քրիստոսի մասին։ Երկյուղացությամբ պատմել էր նրանց։ Առաջին Կորինթացիս 2 գլխի
Առաջին համարից մինչև երրորդը կկարդամ։ Ես էլ եղբայրք, որ ձեզ մոտ եկա, ոչ թե խոսքի կամ իմաստության գերազանցությունով եկա Աստծո վկայությունը ձեզ պատմելու, որովհետև միտքս չէր դրած մի ուրիշ բան գիտենալ ձեր մեջ, բայց միայն Քրիստոս Հիսուսին եւ այն էլ խաչվածին։ Ես տկարությունով եւ վախով եւ շատ դողով եղա ձեր մոտ, եւ քարոզությունը ոչ թե մարդկային իմաստության պատիր խոսքերով եղավ, այլ հոգու եւ զորության ապացությամբ, որ ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով։ Զորություն, ինքը Աստծո ազդեցությամբ խոսքը գրված է Քրիստոսի մասին, ցույց տամ, որ ինչ որ Քրիստոսի մասին գրված է կատարվեցավ։ Զորություն ավելին սա է ասում, որ հասկացաք դուք Քրիստոսն է աշխարհի փրկիչը։ Ես վախով էի, երկյուղացությամբ, որ չլինի թե ձեր միտքը շեղեմ այնպիսի մի, այսպես ասած, շոու ստեղծեմ, ինչ որ մի դերասանական մի բան իբրև ճոխ-ճոխ ուզենամ ներկայացնել, ոչ, վախով էի, զգուշությամբ, որ դուք խաչյալ Քրիստոս ճանաչեք։ Քրիստոս, որ խաչվեց ձեզ համար։ Դուք նրան ճանաչեք։ Նա է ձեր փրկիչը։ Ես շատ երկյուղած էի, ինչպես խոսեմ, զգուշությամբ էի ընտրում իմ բառերս, իմ արտահայտություններս, որ Քրիստոս ներկայացնեմ։ Այսպես ասած, ինչ չմեծարեք, Քրիստոս մեծարեք։ Այս էր ասում Պողոս առաքյալը։ Սակայն անհանգստությամբ երկրորդ նամակում այս է խոսում, երկրորդ նամակի 13-րդ գլխում, երբ որ կարդացի 13:5-ը փորձեցեք ձեր անձերը, արդյոք հավատքում եք։ Տեսեք 13-րդ գլխի 3-րդ համարում ասում է մարդիկ կային իրենց մեջ, ասում է, քանի որ դուք ապացույց եք որոնում, թե Քրիստոս ինձանով խոսում է, դուք նշաններ եք ուզում, հա, ինչ որ վկայություններ եք ուզում տեսնել, Քրիստոսն ինձանով է խոսում, թե ոչ։ Ու այն մարդը, որ ասում է, ես ահով եւ երկյուղացությամբ եղա, որ մարդկային իմաստությամբ չնկարագրեմ Քրիստոսի խաչի գործը, փրկարար գործը Քրիստոսի, այլ Աստծո զորությամբ, Աստծո իմաստությամբ։ Դուք հիմա ապացույց եք որոնում, որպեսզի տեսնեք ես ինձ Քրիստոսն է առաջնորդում, թե ոչ, չէ որ այդ ապացույցը լսված, ձեր ականջներին լսված այն թեմաներն էր, որ ես խոսել եմ, սա էր ուզում ասել Պողոսը։ Նրա տված ուսուցումը խոսում էր, որ իրեն ուղարկել է Քրիստոսը։ Նա Քրիստոսից ուղարկված է, բայց մարդիկ ինչ ապացույց են որոնում։ Ինչ մի բան են որոնում։ Կենդանի այն ապացույցը, որ կարդում ենք դարերով մարդիկ կարդում են առաջին Կորինթացիս նամակը, երկրորդ Կորինթացիս նամակը, զորանում, ավելի ճանաչում Քրիստոսին, բայց ներկա վիճակում այդ օր ապրող, այդ օրերին ապրող մարդիկ ուրիշ մի բաներ էին ուզում տեսնեին, որով հասկանան, Պողոսը տենաս Քրիստոսով է առաջնորդվում մեզ համար, որ գործում է, թե ոչ։ Պատկերացնում եք, 4-րդ համարում ասում է, որովհետև թեև խաչվեցավ, այսինքն Տեր Հիսուսի մասին օրինակ բերում, տկարությունով խաչվեցավ, բայց կենդանի է Աստծո զորությունով, որ մենք էլ թեև տկարանում ենք նրա համար, բայց կենդանի կլինենք նրա հետ Աստծո զորությունով ձեզ համար։ Փորձեք ձեր անձերը, թե արդյոք հավատքում եք, թե ոչ։ Երբ որ ուզում եք հասկանալ ինձ Քրիստոսն է առաջնորդել, Քրիստոսից եմ առաջնորդված խոսում, դուք հավատքի մեջ եք, թե ոչ, սա է ասում։ Եթե հավատքի մեջ լինեք, կճանաչեիք։ Քննեցեք ձեր անձերը, կամ թե չգիտեք ձեր անձերը, որ Հիսուս Քրիստոսը ձեզանում է։ Դուք ընդունել եք Քրիստոսին։ Այսինքն ոնց որ իր ծառայությամբ ընդունել են արդեն մարդիկ Քրիստոսին։ Ու տեսեք իր անհանգստությունը, բայց հույս ունեմ, որ գիտենաք, թե մենք անպիտան չենք, եւ ես աղոթում եմ դեպի Աստված, որ չար բաներ չանեք, ոչ թե որ մենք ընտիր երևանք, բայց որ դուք բարին գործեք, այսինքն իր խոսքի նպատակը, որ չլինի ձեր անհավատության պատճառով
չարիքի մեջ չար գործեր անեք ու դատաստանի առաջ կանգնեք, այլ բարին անեք։ Սա էր անհանգստանում Պողոսը, երբ որ իր մասին խոսում էր։ Սա էլ է հարձակում սատանայի, ինչպես որ Հիսուսի հանդեպ սատանայից որսված մարդիկ ուզում էին Հիսուսից հեռացնեին ժողովրդին։ Բայց այն մարդիկ, որ ուշի ուշով չհետևեցին Տիրոջը, նրա խոսքը չպահեցին, հեշտ գայթակղվեցին։ Հեշտ Հիսուսին խաչել գոռացին, մեծ բազմություն, երբ որ այդ բազմությունը Երուսաղեմում հենց եղող բազմությունը, որ Քրիստոսի հրաշքները թնդում էր նրանց մեջ կատարված։ Նրա ուսուցումները շատերի ականջներին հասել էր, երբ որ նոր մտնում էր Երուսաղեմ վերջին շաբաթը, իրենց հանդերձները փռում էին ճանապարհին, օրհնյալ է Տիրոջ անունով եկողը գոռում, Հովսաննա Դավթի որդուն։ Բայց մեկ շաբաթվա վերջում արդեն խաչել նրան, շատ հեշտ։ Փորձեք ձեր անձերը, ինքներդ ձեզ քննեք, արդյոք հավատքում եք։ Երբ որ մարդը ուշադրություն չի դարձնում, հավատքում է թե ոչ, հեշտ է շեղվում, հեշտ է ընկնում հավատքից, ուշադրություն դարձրեք զգուշացումներից, վտանգները զգուշացվում եկեղեցում, որ դուք չեք կարող ամեն քարոզություն մեկնաբանել, ամեն մեկի խոսք պարզաբանել, մի մտեք սայթերը փորփրեք, խոսվում է, զգուշացվում է, և այսօր մեկին ասում, ինչու ես կլաս ես տալիս մեկին, ու մի խմբի առաջ ես դուր բացում քեզ միաբանվողներին, որ սայթում այդպես է, չէ, որ մեկին կլաս ես տալիս, քո ընկերներն են տեսնում, որ դու արժեքավորեցիր սրա խոսքը, ռեկլամեցիր սրան, ու պարզվում է մոլորեցնող խմբի ես ռեկլամել։ Դու հասկանում ես ինչ ես անում։ Չէ որ ասվել էր, էլ չի զգուշացվի։ Եթե հավատար, չէր անի։ Ասում են, ես չէի պատկերացնում, որ այդքան լուրջ բան է սա։ Քննեք, ասում եք, ձեր անձեր, արդյոք հավատքում եք, թե չէ։ Շատերը սենց երգեր են միացնում լսում։ Ինչ խմբից, ինչ անճանաչելի իրենց համար մարդիկ երգեր են երգում։ Նոր երգեր են ու լիքն են նոր երգեր տարածված։ Երգն էլ է ուսուցում։ Երգի խոսքերն ուսուցում են։ Արդյոք այդ ուսուցումը քեզ սուրբ գրային կրթություն է տալիս, թե այդ երգի մեջ հակառակ սուրբ գրքին բաներ կա։ Արդյոք դու կարող ես զանազանել։ Եվ եթե հավատաս, որ այս զգուշացումը Տիրոջ առաջնորդությամբ է, չէիր բացի չէիր նայի։ Ինքդ քեզ քննիր, արդյոք հավատքում ես թե ոչ։ Պողոսն ասում է, դուք իմ վրա կասկածում եք հիմա, լավ։ Հələ մի հատ ձեզ քննեք, դուք հավատքում եք, երբ որ հավատքում լինեին, Պողոսին չէին կասկածում։ Մեզ հիմա հեշտ է, չէ՞, տեսնել Պողոսը Աստծո մարդը։ Հեռու է մեզանից։ Բայց մեր միջինների նկատմամբ սկսում են մարդիկ հեշտ կասկածով ապրել, ինչպես Պողոսի ժամանակով, ինչպես Տեր Հիսուսի ժամանակով, Եղիայի, Եղիսեի ժամանակով։ Մենք էլ դիզգուշ լինենք։ Մեր մեջ եղող Աստծո շնորհված, պարգևված ծառաների հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունենք, նրանց զգուշացումների հանդեպ ինչպիսի վերաբերմունք ունենք։ Տեսեք, Պողոսը որ ասեց, չգիտեք ձեր անձերը, որ Հիսուս Քրիստոսը ձեզանում է։ Երբ որ մարդը Քրիստոսի մասին իրեն բացատրող ծառայի նկատմամբ կասկած է ապրում, ընկնում է նաև փրկարար հավատքի այդ ունենալու այդ կարողությունից է, կորցնում է նաև այդ հարցում իր հավատքը, չի էլ նկատում, ինչի ընկավ, կարծում է, որ ինքը իրենով կարող է կանգուն մնալ այդ հավատքի մեջ։ Շատ մարդիկ, որ Աստծո ծառաների դեմ ապստամբեցին, հենց մի հատ մեղքերի մեջ են ընկել, որովհետև հասկանում են, հակառակեցին Աստծուն։ Երբ որ ասում են, ինչ մեղքի մեջ ես ընկնում,
ընկել, այս ինչ կյանքով ես ապրում, մեղադրում են այդ ծառաներին, որոնց դեմ ապստամբեցին, դու ես ապստամբել, խես մեղադրում են մարդուն։ Զարմանալի մարդ են, փոս էին փորում, որ ծառաներին անարգին, իրենք ընկան փոսը, մեղքերի մեջ, ժողովուրդ, այս խոսքերը, որ ես խոսում եմ, երանի թե ինչ որ չափ հնարավորություն նպաստեր, հնարավորություն դար, մենք մեզ քննենք, արդյոք մենք հավատքում ենք, թե չէ, հեշտ է երկմիտ մարդը կասկածի մեջ ընկնում, դաժե իր փրկության հարցում, ծառաների հանդեպ կասկածի մեջ ընկնում, հեշտ է շրջանցում զգուշացումները ու փորձանքի մեջ ընկնում, վտանգավոր, վատ արարքների մեջ, հեշտությամբ կորցնում է, ասենց ասած, աղոթելու կամ ժողովների մասնակցելու այդ կարևոր քայլերը։ Հոգսեր, ծանրություններ սկսում են միտքը գրավել, մարդիկ կողքից օգնում են, ասում են լսիր եղբայր, կամ քույր, հաճախակի ես դժվարությունների մեջ հիմա խեղդվում ես, ու որի պատճառով չես աղոթում, հավաքույթ չես գալիս, ասում կամ հավաքույթ ես իմ դժվարություններով ալուծելու, արդեն հավատքից ընկել է։ Իր բարեկամը, իր եղբայրը, քույրը ուզում է օգնել, որ նորոգվի, բայց ինքը չի նկատում, որ անհավատի նման է պատասխանում, հավատքից ընկել է, բայց բարեկամ ուզում է նրան հավատքի մղի։ Զուր են պահում քաղաքը, պահապանները, եթե Աստված չպահի։ Եթե մտածում եք, որ դու կարող եք ձեր ապրելու, ձեր ամեն հոգսերը ձեր զորավոր ձեռքերով կառուցել, չեք աղոթի, ու չեք էլ կառուցի։ Բայց եթե Տերը մեզ թիկունք լինի, մենք կապրենք։ Նեղության միջից էլ դուրս կգանք։ Եթե հայտնվել ենք անցեզուր պարքերի մեջ կզղջանք, Տեր, պարքեր եմ կուտակ է գլխից, ների ինձ, և ինձ օգնիր դուրս գամ այս պարքերից, ողորմած է Աստված, այդտեղ էլ կօգնի, մի դուր կբացի, բայց ասում են, պիտի խնդրես, որ ստանաս, պիտի հավատքդ գործադրես, որ առնես, սակայն եթե դու տեսնում ես, որ դու հավատի Աստծո Քրիստոսի հետ ջերմը վերաբերմունքդ թողել ես, սառել ես, դու ես զգում, որ սառել ես, Տեր ների ինձ, սառ անտարբեր վերաբերվեցի քո հանդեպ, այն պարգևը, որ տվել էր ես հավատքով կենդանի ապրեի, ես սառը վերաբերվելով անտարբերության մեջ ես մարեց այն ջերմ հավատք, հիմա կարամ բարերն ասեմ աղոթքի, բայց պատասխան ստանալու սիրտս ոնց որ առողջ վիճակի մեջ չի։ Տերը ողորմի, ինչպես կաս գաս Աստծո առաջին և խնդրես Տեր ինձ ների անտարբերությանս համար։ Հետարքիր է, որ մարդիկ կան, որ տարիներ առաջ սառել, թողել էին, մեկ էլ նենց են մի հատ ազդված արթնանում, հոգուց ազդված արթնանում, զղջում և ուզում են վերականգնվել, ուզում են Տիրոջ առաջ գալ, բայց շատ մարդիկ ժողովքի մեջ լինելով հանդերձ, գալով հավաքույթի սառում են չեն նկատում։ Դրա համար ասեմ, ինքնակնության գանք, մի հատ մեզ վրա մտածենք, թող Տերն էլ մեզ օգնի, օրհնի մեզ Տերը, պատրաստ է նա մեր ձեռքից բռնի և կանգնեցնի, զորացնի, այս ծանր օրերի մեջ, հոգսաշատ ժամանակի մեջ, կարողանաս կանգնել, քո այն զորությամբ չհուսալ ու աղոթել Տիրոջը սիրտդ դարձնես, ամբողջ սրտով Տիրոջը հուսաս, նրա խոսքը պահելու վրա մտածես ու ինչ որ անես այն ժամանակ Աստծո իմաստությամբ կծրագրես կանես դուրս կգաս դժվարություններից։ Աստված օգնական։